ձեզ հարց է տալիս։ Արշավի Ովսեփյանն ու Աղվան Ովսեփյանը, Արշավի Սարգսյանն ու Աղվան Ովսեփյանը համատեղ բիզնես ունեն, թե ոչ։ Դուք ասում եք ոչ, ես տեղեկություն չունեմ։ Ես ուզում եմ ճիշտ հասկանալ, դա մեր ենթադրությունն է, կոնկրետ ինչ բիզնես է եւ ինչ տեսակ չէ։ Հարգելի վկա, ձեր ենթադրությունը հասկացամ։ Դուք դատարանին էլ ասեցիք, որ խնջույքի ժամանակ ուսակցություն ա եղել, չնայած նաև ասեցիք, որ Արշավի օֆիսում առանձին ձեզ ասել է, որ բիզնես ունեք։ Դատարանին դուք այդպիսի ցույց տվեցիք։ Հիմա քննիչի մոտ դուք դրա մասին ոչինչ չեք ասել։ Դուք ասել եք, ես տեղեկություն չունեմ։ Հիմա ինչ ո՞նց հասկանալ։ Պարզապես ուղղորդել է ինձ Արշավի Սարգսյանը, որ հասկանամ ինչ անում եմ գնում ունեմ։ Այդ մարդը երկար բարակ բացատրություն չի տվել ինձ։ Ուր աղորդել։ Հա։ Աշխատանքի աղոտ։ Նոր աղորդել։ Չէ։ Աշխատանքի ժամանակ։ Աշխատանքի ժամանակ։ Պատասխանը չէ, բայց չէ, մի տվեք տենց հարցատներ։ Ես որ հարցատներ տալիս եմ ունենալի ձևակերպումներ։ Հարգելի մեղադու, մարդը ասեց ուղղորդել է, չհարցնել, ես պավորտել։ Չհարցնել։ Աշխատանքի ուղղորդել։ Աշխատանքի։ Ես ասեցի ուղղորդել է Արշավի Ովսեփյանը, չհարցնել, ես պավորտել։ Դատարանի հարցին, թե ձեր հարցին պատասխանը դուր այստեղ գալուց Հարգելի պաշտպան, այն հարցեր կան։ Իհարկե։ Մյուս անգամ երբ ես սկսում եմ խոսալ, բոլորը լռում են։ Կան հարցեր։ Ունեմ հարցեր։ Այ դուք իմ հարցին պատասխանեցիք, որ դուք որտեղից կարող եք տունը գնահատել, արժեք հասել։ Բաքենիչին ո՞նց եք ասել, որ $1 միլիոն ամերիկյան դոլար։ Նոր էլ ասացի, մի քանի միլիոն դոլար կա արժեն, ես ինչ իմանամ ինչ արժեք։ Բաքենիչին չեք ասել, ես ինչ իմանամ։ Ինձ էլ իրան եմ պատասխան, ինքը ուղղակի ներկայացրել է իմ ասած թիվը երևի։ Հիմա դուք նաև ասեցիք, որ այդ առանձնատանը մի շատ մի 10-12 հոգի բան տեսած, 3 տարբեր։ Միաժամանակ հա։ Հա, բա որտեղից եք ասել, որ իմ աշխատելու ժամանակ 50 մարդ էր աշխատում։ Ես նման բան չեմ ասում, չեմ ամիշ թուրիմացությունը։ Ճիշտ է, ես ցուցմունքում էլ էր նշված, որ տարբեր ժամանակ հատվածում բերեք այդ հատվածը։ Դե հայերս են ասես տարբեր ժամանակներում 10-12 հոգի։ Չէ, բայց միաժամանակ չէ, ճիշտ հարցակում հնչեցնենք էլի։ Հարգելի Ես 50 հոգի միաժամանակ չեմ տեսել։ Ձեր աշխատելու ժամանակ։ Ես առաքություն տարբեր ժամանակահատվածներում։ Հիմա եկեք այսպես։ Դուք անընդհատ նշում եք միաժամանակ։ Իսկ ես հետո ձեզ նաև հարցրեցի, իսկ ոչ միաժամանակ։ Տարբեր մարդկանց որ տեսածնի, կոնկրետ ես եմ ասել։ Հիմա Դե պատկերացեք հողի հետ կատարված աշխատանք են արին ինչ-որ բան ունի, որ իմ ներկայությամբ չի եղել, ես արդեն ավարտած եմ տեսել։ Ինչքանի հոգ են եղել, ինչքան, ինչ իմանամ, ինչքան են եղել։ Շենքը կառուցման աշխատանքներ են արել, որի ժամանակ ես ներկա չեմ եղել, չէ՞ որ եղել են պատշաներ, քարշաներ, պանել, ցեմենտ, բետոն անողներ, ոնց ես նույնիսկ չեմ էլ տեսել։ Ես արդեն պատրաստի կառույց եմ տեսել, մեջի աշխատանքներն եմ կատարել։ Լավ, հիմա հաջորդ հարցը։ Գուցե ես այն ժամանակ պատասխանեմ, որ ընդհանուր կարող մի 50 հոգի աշխատած լինեն, բայց ոչ մի առժամանակ։ Չեմ կարող։ Ինչպես կարող։ Հաջորդ հարցը։ Ինչպես կարող ես։ Ասում կարող են այդ բոլոր աշխատանքները ու բրիգադա կատարել։ Գուցեև դեցել եղածը։ Գուցեև դեցել եղածը։ Ես ենթադրում եմ, որ դուք ամեն անգամ տարբեր մարդ չեք հրավիրի, արդեն մշակված անդադ նույն արհեստավորներն են։ Հաջորդ հարցը։ Այս դուք դատարանում հայտնեցիք, որ ձեզ գումարները վճարել է Արշավի Սարգսյանը։ Համլետի վճարման դեպքում եղել է մատերիալի համար, դե այս արդեն հասկացա հարցի ինչին է վերաբերում։ եկեք լսեք մի գուշակ։ Համլետը որպես աշխատավարձ չի Մի գուշակեք։ Հարցը մի գուշակեք։ Դատարանում բոլորիս հարցին պատասխանեցիք, որ ձեզ աշխատանքները կատարելու դիմաց վճարել է Արշավի հետ կանխիկ։ Նախաքննության ընթացքում դուք ասել եք, որ Համլետ Մակարյանն է։ Երկուսի դեպքում էլ վճարումներ եղել է։ Երկուսի դեպքում։ Ոչ, դուք մի դե այս նախաքննության ընթացքում ընդհանրապես ասել եք, որ մի անգամ Արշավի ձեզ գումարվել 350,000 դրամ։ Ձեր ցուցմունքը ես հրապարակեցի։ Հասկանում եմ, բայց ինչ-որ թյուրիմացություն կա, որտեղ հակառակը կարող նույնիսկ մի անգամ ընդամենը Համլետը վճարացնել։ Բայց դուք ինձ իմ հարցին պատասխանեցիք, որ
Համլետ Մակարյանը ձեզ ընդհանրապես գումար չի տվել։ Մշտապես ձեզ վճարել է Արշավի Սարգսյանը։ Էնտերի աշխատանքի հետ կապված չի վճարել բյուրականի հետ կապված Համլետ Մակարյանը։ Բան չի քննի։ Որտեվ ինտերնետում համլե կոնսուլտատիվ է գնացել երբ։ Բան ինչի քննի չին ասել, որ ինքն է վճարել ձեզ։ Երևի ճիշտ չի հասկացել, դա արդեն ուրիշ աշխատանքներին է վերաբերվել։ Ոչ, հարգելի վկա, դուք նաև հայտնել եք, որ 2008 թվականից մինչև 13-ը ընթաց ժամանակահատվածներում բյուրականի առանձնատան աշխատանքներ կատարելու համար էլեկտրակայության հետ կապված ձեզ հրավիրել է Համլետ Մակարյանը։ Ձեր ցուցմունքն է։ Համլետի հրավերով դուք եք նշել։ Հիմա ի՞նչ փոխվեց, որ դարձավ Արշավի Սարգսյանի հրավերը։ Ոչ մի բան, Ի՞նչ փոխվեց, որ երկուսի դեպքում էլ ոչ մի բան չի։ Երկուսի դեպքում ոչ մի բան չի փոխվում, երկուսն էլ բարեկամ են, երկուսն էլ մասնակցել Հիմա են։ որը ճիշտ իրականությանը չի համապատասխանում մեր մասին։ Որ ասած տվյալը ձեր։ Երկուսի դեպքում էլ վճարումներ եղել։ Երկուսն էլ ճիշտ է։ Երկուսն էլ վճարումներ արել են։ Ո՞վ է ձեզ Եվ հրավիրել Արշավ- առանձնատան աշխատելու։ Արշավիր Սարգսյանը հենց Ճակատենի եկեղեցու բացման ժամանակ Բան չի ինձ ասել այդ աշխատանքի մասին։ Բան չի ասել Համլետ։ Դե ու ասում եմ, ուրեմն դեռ ինչ-որ մի բան թույլտվություն է եղել։ Կարող է գրողն է ճիշտ սխալ հասկացել։ Հենց Ճակատենի եկեղեցու բացման ժամանակ ինձ Արշավին ասել է, որ երբ որ վերադառնաս Երևան, Աղան Հոսեփյանի տանը աշխատել ես, ես էլ Աղան Հոսեփյանի հետ միասին նույն սեղանի շուրջ ճաշում էինք։ Բայց ինչի՞ չեք ասել դասին։ Բայց գրել եք որ կարկացի, գրված էին պատմածից, ճիշտ է։ Բայց ինչի՞ չեք ասել, հարգելի քննիչ, ես այսպեսի բաներ չեմ ասում, ես ինչ եք ասում։ Չեմ կարդացել գրելուց հետո ճիշտ ասած, դա արդեն ճիշտ եք ասում։ Մնացած սուտ եք ասում։ Չէ, որ չեմ կարդացել։ Չէ, իմ խոսալու ժամանակ ինչ գրել է, ենթադրում եմ իմ խոսածածն է գրել, հենց այս ստորագրել։ Ամբողջը չեմ կարդալ։ Բա ո՞ր եք սուտ ասում, մի հատ հասկանամ։ Ոչ մեկ Բոլոր ճիշտ եք ասում։ չեմ կարդացել։ Հարգելի Ինքն իմ ներկայությամբ գրել է, բայց ես չեմ կարդացել։ Երկուսն էլ ճիշտ։ Այս ամբողջը կարդալու համար ինձ երկար ժամանակ է պետք։ Ես ընդհանրապես վերջացրել եմ ստորագրելուց մեկ։ Այդ դուք վերհիշեցիք, որ գնացել եք արձակումության։ Ոնց որ թե հիշում եմ, հա շենքը չեմ կարողանում հիշեմ, որ հասկանամ ուներ եղել եմ, թե չեմ եղել։ Այդ որ վերհիշեցիք, որ գնացել եք, ասեք ոնց եք գնացել արձակումության, ձեզ ով է հրավիրել, ոնց ով է պահել, ոնց եք։ Ենթադրում եմ թերթիկ է եկել տուն, գնացել եմ։ Պետք է որ թերթիկ է կատել, հա ուրիշ ձև չեն կանչել, ոչ մեկ ուրիշ չի ասել։ Այն օրինակ գործունեությունում դրա արձակումության հրավերելու մասին ծանոթություն չկա։ Այդ ասեք է թերթիկը երբ եք ստացել, ոնց եք։ Դե նույնիսկ չէի հիշում որտեղ էի գնացել։ Դրա համար Եթե ենթադրում ոնց Ինձ ոչ մեկ չի ուղարկել, դա հաստատ է։ Այսինքն ինչ որ մարդ, որի հետ որ զրուցած ունեմ, կամ հեռախոսազանգով կամ քննիչը զանգած կլինի կամ թուղթ է եկել, երկուսից մեկը։ Որտեվ այս դեպքում էլ հեռախոսազանգով ասեցին, հեռախոսով կիսատուղակի կանչեցին, շենքում էլ թաղային լիազոր հենց մեր շենքում էլ իջավ բնականon համ թուղթը տվեց, համ ծանոթացած որ գամ ստեղ։ դատանի մասին։ Դատարանի մասն։ Հեռախոսը զանգով որտեղից քննիչը գիտեց այդ հեռախոսը համարը որ Քրակատարական կազմի կարող է ինչ-որ համար պետք է չգտնի։ Դե որ կանչել են քննչական ովքեր են։ Այսինքն չունի անձնական զորից զբաղվում։ Չեմ ես աշխատանքի process-ից տեղյակ չեմ։ Հասցեն ասել են։ Ով ասեց։ Կամ թղթի վրա գրած է կամ զանգով են բացած։ Ես չեմ կարողանում հիշել թուղթ եմ ստացել թե զանգել են։ Երկուսից մեկը տեղած ունի որ գնացած լինի։ Ամենայն դեպս մարդու հետ չեմ հանդիպել, որ ինձ ուղղորդի գնա մեջ շենքը։ Կամ ծանոթություն տտի ուղարկածն կամ դի զանգած ունի քնիչ, երկուսից մեկը։ Չեմ հիշում։ Հաջորդած, որ գնացիք հիշում եք քնիչի մոտ այդ շենքը կամ ոնց որտեղ քնիչը նստած։ Եթե գնանք գուցե չէ։ Քնիչին հիշում եք։ Դեմքով չեմ հիշում, արդեն բավականին ժամանակ։ Երթերքին էր։ Տղամարդ էր։ Ինչ տարիքի մոտավոր։ Ինձանից երիտասարդ երևի։ Այո, գնացիք քնիչի մոտ։ Ինչով հարցակնություն սկսել է։ Դες ասեց ինչ գործով է զս կանչի հարցակնություն։
Մինչև գնալն եմ իմացել։ Ումից եք իմացել։ Արդեն համոզված եմ հեռախոսը զանգել։ Դες սկսում եմ կանանց կամ ներողություն խնդրում, իրոք սկսում եմ հիշել, ոչ թե թաքցնում եմ, այդտեղ թաքցնելու թեմա չկա։ Հեռախոսը զանգով է ծանոթացել, թե ինչի մասին է լինելու, եւ հրավիրել կամ հասցեն բացել։ Ասել հեռախոսը։ Ոչ է սանջատեցի։ Հիմա ձերն է։ Ինչ որ շարժ սակայն բաներ։